Երևանի Մանրացիա Սեբաստիա համայնքում մեր ձևով շարժման գրասենյակի բացման ժամանակ շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ներկայացրել է մի նախագիծ, որը կարող է փոխել տասնյակ հազարավոր մարդկանց կյանք։ Կարապետյանը առաջարկել է փոքր բիզնեսներին ամբողջությամբ ազատել հարկերից, ընդգծելով, որ մեր երկրում 60,000 փոքր ընկերությունների վճարացարկը երկրի բյուջեի ընդամենը 2%-ն է։ Այդ բյուջեի 2%-ը մենք հաստատ շատ տեղերից կգտնենք, բայց մարդկանց բոլորին հարկել, հենց հիմա Մալաթիայում բազմաթիվ խանութներ, շուկայի վաճառողներ, բոլորին հարկելով, թույլ չտալով, որ նրանք տան հացի համար են աշխատում, որ իրենք դառնան միջին ընկերություն, նոր սկսել հարկել։ Փոքր ընկերություններին այդ 2%-ը բյուջեի մենք 100%, 2%-ից ավել էլ ուրիշ տեղից կգտնենք։ Փոքր բիզնեսը Հայաստանում պետք է չհարկվի։ Բացի հարկային արտոնություններից, Նարեկ Կարապետյանը Մալաթիայի բնակիչներին խոստացել է լուծել սոցիալական ամենասուր խնդիրներից մեկը։ Այս շաբաթ շարժումը կներկայացնի մատչելի բնակարանների ծրագիրը, որը թույլ կտա երիտասարդներին ձեռք բերել բնակարան։ Կարապետյանի խոսքով, հենց բնակարանի բացակայությունն է հետաձգում երիտասարդների ամուսնությունը։ Հայաստանում պետք է երկրի ղեկավարը գիշեր-ցերեկ մտածի աշխատատեղեր ստեղծելու մասին, որպեսզի աշխատատեղերը շատ լինեն, մարդը ինքը ընտրի, ուր է գնում, ինչ աշխատավարձով է գնում, որ երիտասարդները հնարավորություն ունենան, ով ուզում է ձեռներեցությամբ զբաղվի, ով ուզում է աշխատանքի անցնի ինչ-որ տեղ։ Սա է ճանապարհը։ Նորմալ երկիր ունենալու համար մենք շատ բան չենք ուզում։ Ոսկե սարեր խոսք չենք տալի, աշխարհի երկրների կեսը ճամփեն անցել է։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ռուսաստան է մեկնելու պաշտոնական այցով։ Այս մասին նա ասել է լրագրողների հետ ճեպազրույցում։ Նրա խոսքով Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հեռախոսազրույց է ունեցել օրեր առաջ իր ծննդյան օրը եւ այցի հետ կապված մանրամասներ են քննարկել։ Ռուսաստան այց եմ նախապատրաստում, Ռուսաստան այց պետք է լինի։ Կարող է այնտեղ օրերը ճշտված չեն, բայց հրավեր ունեմ փոխադարձ այցով իմ գործընկերը Տիկին Մատվիենկոն այստեղ էր մեծ կազմով, հիշում եք, եւ ես հիմա փոխադարձ այցի հրավեր եմ ստացել, նաեւ ծննդյանս կապակցությամբ զրուցել ենք եւ այդ այցի հետ կապված մանրամասներ ենք քննարկել եւ օրերը հələ ճշտված չի, այդ ֆորմատներում եթե հնարավորություն լինի, եթե առիթ լինի, պաշտոնական այց է, այո, եթե առիթ լինի, ես դրան կարադառնամ։ Անդրադառնալով падգամավորների պարգևավճարներին Սիմոնյանը նշել է. մեջբերում կառավարության անդամներն են թոշակառուների թոշակները բարձրացնում եւ կան ուսուցիչներ, զինվորականներ, ովքեր падգամավորներից բարձր են ստանում։ Այն մարդիկ, ովքեր որ այսօր այդ տատիկ պապիկների հոսանքի վարձի, որակի գործով են զբաղվում, ճանապարհների խաղաղություն են բերում եւ պետության բոլոր ուղղություններով աշխատում են եւ ամեն աստծոր ամեն ինչի մեջ մեղադրվում են, այդ մարդիկ պետք է կարողանան երկիրը ներկայացնել, նորմալ շոր հագնեն, կարողանան աշխատանքի գան եւ վերջի վերջո իրանք պետք է մրցունակ լինեն, որպեսզի նույն պետական հիմնարկում աշխատողը չնախընտրի գնա դուրսը աշխատի եւ չնախընտրի որևիցե մասնավորի մոտ աշխատի։ Եթե դուք համեմատականներ անցկացնեք մասնավորի աշխատավարձների եւ պետական հիմնարկների աշխատավարձների մեջ կտեսնեք, որ մարդը կնախընտրի շատ ավելի շուտ գնա աշխատի մասնավորում, ազատ մնա այս տեսախցիկների քանակից, նման հարցերից եւ չգիտեմ տարբեր տեսակի մեղադրանքներից։ Հարցին, թե փետրվարի 1-ից Հայաստան-Թուրքիա սահմանը բացվելու է երրորդ երկրների եւ դիվանագիտական անձնագրերով քաղաքացիների համար, ազգային ժողովի նախագահը հրաժարվեց մեկնաբանել։ Այսօր ազգային ժողովը ընդունել է հունվարի 27-ը որպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր եւ ոչ աշխատանքային օր ընդունելու օրինագիծը։ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը դեռ 2 ամիս առաջ էր հայտարարել, որ քննարկում են հենց հունվարի 27-ը դարձնել հիշատակի օր, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ։ Մենք առաջարկում ենք, որպեսզի այդ օրը լինի հունվարի 27-ը, այսինքն բանակի օրվան հունվարի 28-ի նախորդող օրը, ինչու ենք առաջարկում այդ օրը, որովհետև նախ մենք չենք կարող առաջարկել օր, որը ինչ-որ ռազմական իրադարձության օր է, որովհետև այդ դեպքում անխուսափելի հարց կառաջանար, ինչու այս օրը եւ ոչ մյուս օրը։
եւ հետեւաբար պետք է ընտրել օր, որը որևէ կոնկրետ ռազմական իրադարձության օր չէ, բայց պետք է նաեւ ընտրել օր, որը որոշակի տրամաբանություն եւ սիմվոլիզմ ունի, եւ մենք համարում ենք, որ հունվարի 27-ը կարող է լինել այդ օրը, երբ որ առաջին օրը մենք հարգանքի տուր կմատուցենք հայրենիքի պաշտպանության համար զոհվածներին, կհարգենք նրանց հիշատակը, իսկ հաջորդ օրը, բանակի օրը արդեն որպես շարունակվող կյանքի եւ անկոտրում կամքի խորհրդանիշ կտոնենք բանակի օրը։ Ռուբինյանը այսօրվա նիստում եւս շեշտել է. օրն ընտրել են հաշվի առնելով, որ այսօրվա հետ կապված որևէ համընկնում չպետք է լինի։ Ես կարծում եմ, որ սա այն նախագծերից է, որ արժե եւ պետք է որպեսզի ազգային ժողովն ընդունի կոնսենսուսով։ Այսօր նստաշրջաններ բացվում եւ երբ որ հնչում էր Հայաստանի օրհներգը եւ բոլորս բնականաբար ոտքի կանգնեցինք, ես ինձ բռնացրեցի այն մտքի վրա, որ այնքան քիչ բաներ են մնացել, որ միավորում են մեզ։ Այսինքն այնքան քիչ բան կա, որի ընթացքում մենք բոլորս օրինակ ոտքի ենք կանգնում կամ բոլորս ծափ ենք տալիս եւ իրախություն բոլորիս իհարկե օրհներգը դրանցից մեկն է, բայց ի տխրություն բոլորիս շատ քիչ բաներ են մնացել այդպես եւ ես առաջարկում եմ չքաղաքականացնել այս նախագիծը եւ բոլորով կողմ քվեարկել, որովհետեւ ինչպես ասել եմ հանձնաժողովի նիստում, մենք ուզում ենք սահմանել օր, երբ որ ԿՊԱ-կանը կխոնարհվի հայրենիքի պաշտպանության համար զոհված դաշնակցականի շիրիմի առաջ, դաշնակցականը կխոնարհվի Հայաստանի պաշտպանության համար, հայրենիքի պաշտպանության համար զոհված ԿՊԱ-կանի շիրիմի առաջ եւ այսպես շարունակ։ Հայաստանի կենտրոնական բանկի որոշմամբ ապրիլի 15-ից շրջանառությունից դուրս կգան 1999 թվականից մինչև 2015 թվականը թողարկված 1000, 5000, 10000 եւ 20000 թղթադրամները։ Ապրիլի 15-ից հետո խանութները, դեղատները եւ սպասարկման այլ կետերը իրավունք չունեն ընդունել այդ թղթադրամները։ Թեև այս թղթադրամներով այլևս հնարավոր չի լինի առևտուր անել, քաղաքացիները կարող են դրանք փոխանակել բանկերում, եթե դրամները պահպանել են իրենց տեսքը եւ համապատասխանում են փոխանակման կանոններին։ Կենտրոնական բանկը հայտնել է, որ բոլոր հավաքված հին թղթադրամները անկախ դրանց վիճակից ենթակա են ոչնչացման։ Մասնագետները նշում են, որ թղթադրամները ունեն պատմամշակութային արժեք եւ այն մարդիկ, ովքեր ցանկանում են դրանք պահել որպես հիշատակ կամ կոլեկցիոն նմուշ, պետք է իմանան, որ ապրիլի 15-ից հետո դրանք կունենան միայն հուշանվերային նշանակություն։ Հնդկական ԶԼՄ-ները հայտնել են, որ Հնդկաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է ռազմական գործարանից պինակահրթիռների առաջին խմբականակի Հայաստան արտահանման մասին։ Հայկական կողմը դեռևս ոչ հաստատել, ոչ հերքել է տեղեկությունը։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հունվարի 18-ին նախազգուշացրել է, որ երկրի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի վրա հարձակումը կհանգեցնի պատերազմի։ Հունվարի 17-ի իր ելույթում Խամենեին բարձր է գնահատել Փեզեշքյանի դերը վերջին ցույցերը ճնշելու գործում, միաժամանակ ընդունելով, որ մեջբերում ցույցերի ժամանակ սպանվել է մի քանի հազար մարդ։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանում կատարվող իրադարձությունների մեղավոր է ճանաչել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդին, նշելով, որ մեջբերում Խամենեին է մեղավոր երկրի լիակատար ոչնչացման եւ նախադեպ բռնության կիրառման համար։ Թրամփի խոսքով եկել է Իրանում նոր ղեկավարություն փնտրելու ժամանակը։ Նորվեգիայում տեղակայված իրանական իրավապաշտպան խումբը հաստատել է անվտանգության ուժերի կողմից առնվազն 3428 ցուցարարների մահը, մինչդեռ ԱՄՆ-ում տեղակայված Հրանան հայտնել է, որ զոհերի թիվը կազմել է 3308 մարդ, իսկ ավելի քան 24000 մարդ ձերբակալվել է։ Ակտիվիստների տարբեր խմբեր նշել են, որ հրապարակված թվերը ավելին են, քան ասվում է, բայց ինտերնետի անջատման պատճառով դժվար է ստուգել այս տեղեկատվությունը։ Իրանի քաղաքացիական հասարակությունը կտրականապես մերժել է երկրի քաղաքական կյանքում արևմուտքի կողմից պարտադրված հարկադիր փոփոխությունները։ Այս մասին ասել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։ Դեսպանի խոսքով մինչև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հանդիպումներ էր ունենում առևտրի պալատի անդամների, գործարարների եւ ձեռնարկատերերի հետ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սադրիչ հայտարարությունների, քաղաքական ուղերձների եւ հրապարակային սպառնալիքների միջոցով խրախուսում էր բռնությունը, աջակցում ահաբեկչական խմբավորումներին, հրահրում սոցիալական անկայունություն եւ փորձում խաղաղ բողոքի ցույցերը վերածել բռնի անկարգությունների։ Նա անհեթեթ եւ հակասական ուղերձ է եղում Իրանի ժողովրդին իբրև թե աջակցելու, փրկելու կամ պաշտպանելու նպատակով, ասել է Ջալալին։
Եթե Եվրամիությունը համաձայնի, որ ԱՄՆ-ն գնի Գրենլանդիան, այն աղետալի ազդակ կլինի Ուկրաինայի համար։ Ըստ The Guardian պարբերականի, եթե միությունը չկարողանա պաշտպանել իր անդամի ինքնիշխանությունն արտաքին ճնշումներից, դա ուկրաինական իշխանություններին ցույց կտա, որ իրենք չեն կարող հույս դնել Եվրամիության աջակցության վրա։ Լատվիայի նախկին վարչապետ Գրիշյանիս Կարինչն ասել է, որ Եվրամիության այս կախվածությունը ԱՄՆ-ից ստիպում է եվրոպացի առաջնորդներին զերծ մնալ Վաշինգտոնին քննադատելուց։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գերմանացի զինծառայողները ժամանակից շուտ են դուրս եկել Գրենլանդիայից առանց որևէ բացատրության։ Օրեր առաջ նրանք ժամանել էին Արկտիկա մասնակցելու զորավարժանքների։ Չիլիում անտառային հրդեհների հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ, հրդեհները սկսվել են շաբաթ երեկոյան։ Հրդեհի հետևանքով տարհանվել է ավելի քան 50,000 բնակիչ։ Իսպանիայում երկու արագընթաց գնացքների ռելսերից դուրս գալու հետևանքով 21 մարդ է զոհվել, մոտ 100-ը վիրավորվել։ Վթարը տեղի ունեցել Կորդովա նահանգում, գնացքում եղել է 317 ուղևոր։ Այն ընթանալիս է եղել Մալագա-Մադրիդ երթուղով։ Իսպանիայի տրանսպորտի նախարար Օսկար Պուենտոն չափազանց տարօրինակ է համարել ուղիղ հատվածում երկու արագընթաց գնացքների վթարը։ Ֆրանսիական TF1-ը հրապարակել է Լուվրի կողոպուտի չցուցադրված տեսանյութերը, մինչ այս դեպքի մանրամասները գաղտնի էր պահվում։ Տեսանյութում երևում է Ապոլոն պատկերասրահի ներսում տեղի ունեցող իրադարձությունները, որտեղ է ցուցադրված է եղել ֆրանսիական թագավորության զարդերը։ Լուվրի թանգարանի կողոպուտը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին։ Գողերը Ապոլոնի սրահից տարել են թանկարժեք զարդեր, այդ թվում Նապոլեոն Բոնապարտի եւ նրա կնոջ հավաքածուից։ Ընդհանուր առմամբ գողացվել էր 9 զարդ։ Հարավային Աֆրիկայում գտնվող ամենամեծ գիրուգերի ազգային պարկ արգելոցն արդեն մի քանի օր է փակ է ջրհեղեղների պատճառով։ Աղետի հետևանքով 38 մարդ է զոհվել, կան անհետ կորածներ։ Գնդեված ջերմուկ ավտոճանապարհին բուք է, այն փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սպիտակի, Դիլիջանի ոլորանները, ջերմուկի խաչմերուկից ջերմուկ եւ Սիսիան քաղաքներ, նոյեմբերյան Ջուջևան եւ Նորավան Կապան ավտոճանապարհը, Երասխ Զանգակատուն հատվածը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Մյուս տրանսպորտային միջոցների համար դժվար անցանելի։ Վարդենյանց Լեռնանցքը, Վանաձոր Դիլիջան եւ Վանաձոր Ալավերդի ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար։ Սարավան Զանգեր կոչվող հատվածում եւ ջերմուկ քաղաքում բուք է։ Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից հայտնել են, որ Ստեփանցմինդալարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։